արցախցիներին կրկին թիրախավորում է եւ այսպիսի հարց է հնչեցնում, ինչու են նրանք ողջ, ինչու չեն զոհվել, ինչու չեն զոհվել։ Սա ինչ նպատակ է հետապնդում եւ պարոն Աբրահամյան, որն է Նիկոլ Փաշինյանի ասածի իմաստ, այսինքն պետք է արցախցիները զոհվեին բոլորը։ Կոնտր հարցը տամ, իսկ պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարը ինչու է մինչև հիմա կենթանի։ Ինքը ռազմաքաղաքական ղեկավարությունը, այն մարդիկ, ովքեր 23 թվականին Արցախի դեմ իրականացվող ցեղասպանության օրերին պաշտպանության բանակն էին գլխավորում, հիմա գնացել են տակուկ տեղ են գտել պաշտպանության նախարարությունում եւ զինված ուժերի գլխավոր շտաբում։ Հիմնական խնդիրը այստեղ հետեւյալն է, առաջնահերթը Փաշինյանը ոչ միայն թիրախավորում է արցախցիներին, առաջին հերթին նա հակադրում է հայ ժողովրդի տարբեր հատվածների, որովհետև իր ողջ քաղաքականությունը կառուցված է ատելության, մեր հանրության շրջանում բախումների հրահրման եւ թշնամության վրա։ Կառավարումը Նիկոլ Փաշինյանը այս տարիների ընթացքում իրականացվել է այդ ձևով եւ պատահական չէ, որ քարոզարշավը ուղեկցում է ամբողջությամբ այդ խոսույթի մեջ։ Ես կարծում եմ, որ դա կանխատեսելի էր, պետք է կանխատեսելի լիներ հավաքական ընդդիմության համար, այն ուժերի, որոնք մասնակցում են ընտրական process-ները եւ առանց դրա հակաթույնի որևէ հաջողություն պարզապես հնարավոր չէ։ Այս process-ը ատելության, որը արցախցիների դեմ այսօր իրականացվում է, դա նաև որոշակիորեն տեղավորում է Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների խոսույթի, պայմանավորվածությունների, բանակցությունների տրամաբանության մեջ։ Ես չեմ կարող ասել, թե կուլիսներում ինչ է տեղի ունենում, ես չեմ կարող ասել, թե փակ դռների հետևում ինչ է տեղի ունենում, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանից հնչող սիգնալները եւ Հայաստանի իշխանությունների կողմից հնչեցվողն ու իրականացվողը ամբողջությամբ ադրբեջանական նարատիվների շրջանակներն են։ Պարոն Աբրահամյան, Նիկոլ Փաշինյանը ասում է, ինձ մեղադրում են ադրբեջանամետ, թուրքամետ լինելու մեջ, ասում է կարող եք մեղադրել, իմ ամբողջ նպատակը մեր պետականությունը պահպանելն է։ Այսինքն ինչ է, պետք է Հայաստանի ղեկավարը անպայման ադրբեջանամետ լինի, թուրքամետ լինի, որ Հայաստանի պետականությունը պահպանի։ Նախ այն մարդիկ, հատկապես նրանք, որոնք պետական պաշտոններ են զբաղեցնում, ովքեր Հայաստանում ներկայացնում են թուրքական կամ ադրբեջանական շահ, դրա համար քրեական օրենսգրքում կան կոնկրետ հոդվածներ եւ պետք է տեղադրվեն այդ անձանց համար։ Կարծում եմ Փաշինյանի այդ հայտարարությունը նրա իշխանավարության պարտությունից հետո եւ նրա իշխանությունից հետո նաեւ վկայություն են դառնալու եւ նրա դեմ օգտագործվելու նաեւ դատարանում։ Այցելելու Հայաստան ընտրությունների նախաշեմին այս այցը որքանով կարող է կապված լինել օրինակ ընտրություններում իշխող ԿՊ-ին աջակցություն ցուցաբերելու գլխավոր նպատակը դա է լինելու թե հնարավոր է այլ հարցեր որակարգում լինեն։ Շատ ակնհայտ է, որ տարբեր դերակատարներ եւ Միացյալ Նահանգներից եւ Եվրոպայից ունեն խնդիր Հայաստանի իշխանության իրենց աջակցությունը ցույց դնելու, նաև ընտրական process-ներում նրանց հաջողությանը նպաստելու համար շատ բարձր պատճառով այսօր Փաշինյանը հարթակ է դարձել օգտագործվելու անուն երրորդ երկրների եւ այդ գործում նա իր դերը չափազանց լավ կատարում է։ Այլ բան է, որ Փաշինյանի այդ վարկագիծը որևէ ձևով չի ներկայացնում Հայաստանը կամ հայկական շահը։ Բայց կա այստեղ մի նրբություն, անկախ նրանից թե Միացյալ Նահանգներից, Եվրոպայից, թե որևէ այլ երկրից կգան մարդ կգնան, ի վերջո որոշումը կայացնում է հայ ժողովուրդը, բայց նաև շատ կարևոր է, որպեսզի հավաքական ընդդիմությունը կարողանա հայ ժողովրդի որոշումը իրացնել, որովհետև այն որակի իշխանությունը, որը այսօր կա եւ նրա վարկագիծը տեսանելի է մեր հանրության համար, ակնհայտ է, որ իշխանությունը պահելու համար նրանք պատրաստ են ամեն ինչի։ Ըստ այդմ էլ ընդդիմությունը պետք է պատրաստ լինի ոչ ստանդարտ քայլերով հակադրելու, ստեղծելու սեփական խաղի կանոնները, որի պայմաններում ոչ միայն կարևոր է դառնալու ընտրություններում հաջողությունը, այլ նաև այդ հաջողության ամրագրումը։ Եվ եթե կարելի է պարոն Աբրահամյան մեկ հարցել ամսի 28-ին սպասվող այդ զինտեխնիկայի ցուցադրության հետ կապված է, սա Նիկոլ Փաշինյանը սրանով իր սեփական PR-ն է անում ընտրություններից առաջ, ինչ է սա։ Իշխանությունը
օգտագործում է հանրային միջոցները, հսկայական գումարներ վատնում, սեփական քաղաքական ուժի քարոզարշավ իրականացնելու համար։ Սա մեկ։ Երկրորդը այն, որ իշխանությունը դա ներկայացնում է որպես հանրային հաշվետվություն, ապա ուզում եմ հիշեցնել, որ իշխանությունները երկար ժամանակ է խոչընդոտում են տարբեր քաղաքական գործիչների, նաև փորձագետների, այն մարդկանց, որոնք իրենց քաղաքական ամպլուայի մեջ չեն տեղավորվում, այցերը եւ ծանոթացումը եւ զինտեխնիկային եւ նաեւ առաջնագծին։ Առաջներտը ես կարող եմ իմ հանգամանք առաջ բերել, որի մասին խոսելու բազմաթիվ առիթներ ունեցել եմ։ Ինքս դեռևս նախորդ տարվա նոյեմբերին պատասխան պաշտպանության նախարարության առաջարկին համաձայնվել էի գնալ եւ ծանոթանալ նմուշներին, ինչից հետո պաշտպանության նախարարությունը դրժել է իր իսկ առաջարկը, հետագայում ճակերտավոր պարզաբանելով, որ մեր ֆրակցիայից մենակ ես եմ ցանկություն հայտնել, ինչը կարծում եմ հանրության համար բնական է, որ ես պետք է ցանկություն հայտնացնեի, որպես պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ եւ նաեւ ոլորտով տարիներ շարունակ զբաղված անձի, ըստ պաշտպանության նախարարությունը հաստատի չթույլատրել։ Երկրորդը դա վերաբերում է ռազմական նաև օբյեկտներին, այդ թվում նաև մարտական դիրքեր մեկնելու, եւ եթե ժամանակին օրինակ ամրացման շրջանները, այդ ինժեներական կառույցները համարվում էին նկարահանման համար գաղտնիություն ներկայացնող օբյեկտ, ապա դուք տեսաք, թե նախընտրական շրջանում դա որպես աշխատանք ներկայացնելու, ինչպես պաշտպանության նախարարությունը եւ ներսից եւ դրսից ներկայացած տարբեր ռակուրսներով դրա դիրքը եւ որոշակի նաեւ կահավորվածությունը։ Այսինքն այնքան շատ են գործունները, որոնք ցույց են տալիս, որ այս իշխանության համար ոչ թե խնդիրը հանրային հաշվետվողականությունն է, այլ քարոզարշավը, որ կարծում եմ սա էլ բավարար է որոշակի նաեւ ամփոփիչ տեղեկություն տալու համար։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ այս մարտիկ դերերս պատասխան չեն տվել 44-օրյա պատերազմին, դրան հաջորդած ժամանակահատվածում Ադրբեջանին որպես, այսպես ասած, հեշտ թիրախներ մատուցած ռազմական օբյեկտների, ռազմական տեխնիկայի, սպառազինության մասին, պատասխան չեն տվել Ադրբեջանին հանձնված ավարի մասին, որը տարբեր գնահատականներով միլիարդների է հասնում, եւ ավելին իշխանությունները փորձում են մեր բոլորիս եւ նաեւ սերունդների հաշվին վերցված միլիարդավոր դոլարների վարկը ներկայացնել որպես թանկ վաճառվող ապրանք։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ երկու հիմնական ֆունկցիա են ընդհանրապես զորահանդեսները ունենում։ Առաջինը դա ուժի ցուցադրումն է, որպես բալանսի ապահովամիջոց, ինչը ակնհայտորեն Հայաստանի արտաքին քաղաքականության կոնցեպցիայի մեջ չի տեղավորվում, եւ երկրորդը նաեւ դրանք հաղթական բանակներն են, եւ շատ տարօրինակ է տեսնել մարդկանց, ովքեր մեր եկին վերել են պարտություններ, տարածքային կորուստներ, հազարավոր մարդկանց նաեւ նահատակություններ, թե ինչպես են կանգնելու զորքի առաջ եւ ընդունելու այդ զորահանդեսը։ Պարոն Աբրահամյան, վերջերս նաև խոսվում է արտահանվող զենքի մասին, ասում են պատմության մեջ առաջին անգամ զենք է արտահանվում, դուք ինչ տեղեկություններ ունեք այդ զենքերից, արդյոք դա այդպես է թե ոչ։ Ես տեղյակ չեմ նրա մասին, ենթադրում եմ, որ դրանք կարող են լինել ATS-ներ, որովհետև Հայաստանում կան ընկերություններ, որոնք 10 տարուց ավելի է ոչ միայն արտադրում են, այլ նաև հաջող փորձարկումներ են իրականացնում։ Նրանք առաջին կիրառությունները եղել են Արցախում, եղել են, եթե չեմ սխալվում, 15-16 թվականներից եւ բավականին հաջող։ Ենթադրում եմ, որ դրանք նաև որոշակի մոդեռնիզացման process են անցել եւ այս փուլում հնարավոր է նաև դրանց արտահանումներ։ Եվ պարոն Աբրահամյան, դուք քարոզարշավի հենց ներսում չեք, մասնակիցը չեք եւ հնարավորություն ունեք կողքի աչքով դիտելու քարոզարշավի ողջ ընթացքին, կեսը գրեթե անցել է քարոզարշավի, ինչ տպավորություններ ունեք դուք եւ ինչ տրամադրություններ ունեն ըստ ձեզ Հայաստանում նախընտրական շրջանում մարդիկ ժողովուրդ։ Ես կարծում գլխավոր խնդիրը քարոզարշավում դա օրակարգ պահելն է եւ սեփական օրակարգը թելադրելն է, մեկ, երկրորդը բովանդակությունը, բայց երկու առումով էլ տեսնում եմ խնդիրներ։ Կարծում եմ այն ուժերը, որոնք չեն գիտակցում այս երկու հարցերի կարևորությունը, նրանք մեծ հաջողությունների հասնելու հնարավորություն չեն ունենալու։ Ինչ վերաբերում է այս համատեքստում իշխանության վարքագծին, հատկապես ագրեսիային, այլ վիրավորական արտահայտություններին, ես կարծում եմ, որ իշխանությունը սրանով անկախ նրանից, թե դա նաև կողքից, այսպես ասած, ինչ պաբոշնի էֆեկտ է բերում, կողմնակի նաև վնասներ է բերում իշխանությունը փորձ է անում ամեն գնով
սեփական խաղի կանոնները պահել եւ թույլ չտալ, որպեսզի այդ օրակարգը պահպանվի։ Եթե կարողանան ընդդիմադիր ուժերը բեկում մտցնել, ապա հաջողության հավանականությունը շատ ավելի մեծ է լինելու։ Պետք է դուրս գալ իշխանության այդ վարքագծային ճանապարհից եւ սեփական ասելիքը հասնել մեր ընտրողներին եւ մեր հասարակությանը։